Ստեղ մեր Միջնորդությունը պետք է մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետք է լինի։ Ստեղ մեր հիմնական վրդովմունքը, որպեսզի պատկերավոր լինի, կայանում է հետևյալում, որ վճռաբեկ դատարան, այսինքն օրերի ու ժամերի ճշգրիտ հաշվարկմամբ, անենց օրա կայացրելու արագ որոշումը տվել քննիչի ձեռը, որ քննիչը մեծ արագությամբ տանի ու մուտքանի հակակոռուպցիոն դատարան Բայց հասցնի վերլուծի էլ է միջնորդությունը։ Կալանքի երկարացման միջնորդությունը։ Օրինակ, եթե քննիչը մի օր ուշացներ այդ կալանքի երկարացման միջնորդությունը մուտք աներ, Առաջացիային դատարանը օրենքի համաձայն իրավունք ուներ վարույթ չընդուներ։ Այսինքն վճռաբեկ դատարանը գործընկերս, որ ասում է տեզերական արագության բան, դա հենց մեր վրդովմունքը դրանում է կայանում, որ վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջացիանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։ Վճռաբեկն էլ արագ մի copy paste-երը արել մի 100 քանի էջ դզել է, մի 3 էջել այսպես ասած իբրև թե հիմնավորում է գրել, թափով տվել է քննիչի ձեռը, ասել է վազելով տար մուտք արա, քանի չես ուշացել։ Այ մեր վրդովմունքը դե է կայանում։ Բայց եթե հավասարություններ, իրանք պետք է համ քննիչին նույն պահին տային, համ մեզ տային, ինչի մեզ չեն տվել։ Ինչի իրենց բանում չեն հրապարակել իրենց կայքեջում, ինչի են մենակ քննիչին տվել։ Քննիչը տարեմցրել է գործի մեջ ու մենք գործի նյութերից ենք սրա մասին ծանոթան։ Մեր ամբողջ վրդովմունքը դրանում է կայանում։ Այսինքն վճռաբեկ դատարանը, որ այդ որոշումը կայացրել է, դա ոչ մեկ չի կարող ասի, որ պատահականության արդյունք է։ Դա հենց հատուկ տենց կայացրել են, որ քննիչը հնարավորություն ունենա դիմելու դատարան Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնել, մեր վրդովմունքը բացարձակապես տեղակ կայանում։